Հարգելիներս, այսօր էլ նորից գիլաս քաղեցինք, 20 կիլոգրամ գիլաս, սա էլ վաճառքի, հիմա տանում են լցնեն իրենց ամանները և վաճառում են, այստեղ էլ թութն ենք քաղել, ինձ հարցնում էիք, ձեռքով եք քաղում, բա ինչ ենք անում ժողովուրդ ջան, ձեռքով հատիկ քաղում ենք ու այս գեղեցիկ շարն էլ ես եմ անում 1, 2, 3, 4, 5 կարոտ կա, ես եմ քաղել, ես էլ հեսակը կա կտանի, ես էլ մեր արմաշի համն ու հոտը, ժողովուրդ ջան, դե տեսեք թութը ոնց է տանում, Արտյոմ ջան, ինչքան ես տանում այսօր, 1500, 1500, ուրա գնում ես թութը, Մոսկվա, մեր 2, 3, 4 հատ, մեկներ նստեք, պահել ենք սեղանի տակ, վերջ հա, էթում ես արդեն, թե էլի ունես հավաքել, մի քանի տուներ կա, տեսեք այս են սիրում փոքիկ, գնում ենք կարոպկայի մեջ, վերջ, Էլեն, այստեղ է լավ թփել կանքներս, Շատ ա չէ երկար է, մա, Էսի թողենք սերմի ես մեկը, թե չէ, հա, էսի թող մնա հենց սերմի, հա, էս երկարները թողենք սերմի, մա, էսի կկտրենք հանենք, Էսի անցած տարվա ցանածա, մամ, գիտես, չէ՞ որ սենց ելելա։ Բա անցած տարվա ուղղակի որ անդադ ջրվել է, դրա համար սենց արել է։ Կանանչ։ Լեն ջան, շիթիլները հանկարծ։ Ոչ չդնես վրեն։
Այս ինձ հարգելի հետևորդներ ջան, գյուղի աշխատանք։ Չենք տխնջում, չենք հոգնում, շատ մեծ հավեսով ու հաճույքով անում ենք մեր գործերը։ Հիմա այս ինչի համար եմ հավաքում եմ, որ լվանամ, կտրտեմ, դնեմ սառնարանը, հատուկ սպասի համար։ Ձմռանը, որ բացում ես, սպասի մեջ։ Հենց կտրտած լսում ես արժի ամեն ինչ։ Ոխ, ինչ լավ անուշ հոտ է գալի։ Իսկ այդ խանութի առած քարավուզները հիմա կա, ժողովուրդ, լրիվ էլ գիտեք, ծանոթ եք, սենց հաստ կոթերով, չգիտեմ, ավելի փարթամ, ավելի թարջիկ, բայց համու հոտ չկա։ Բնական, մաքուր, ոչ մի պարարտանյութ, ոչ մի բան, անգամ սկի սիլիտրա չենք տալի, որ գոնե շատ ժամանակ մարդիկ ասում են կանաչիներին սիլիտրա ենք տալի, որ թարմանա, որ ավելի շատ բոյովաճ ունենա, բայց մենք չենք տալի։ Այս էլ դիրումդ է, մամ ջան, այս մամ, թողենք այսքանը մնա, խաղա պետք գայնձի։ Հա, մեկ այսի ջրեմ նորից կլնի, չէ։ Շատ առողջարար է։ Այս արմատները ինքան առողջարար արգել հետևորդներ ջան։ Եռացնում են, խմում են։ Մամ, այն համեմն է լրիվ։ Չէ։ Ինչ չէ ինձ։ Ասեցի, հա, դու ինձի էդի մամ։ Սովետեսի դիվանն այն ցավում առողջարար։ Հա։ Այն էլա թազա ցանածը, նայ։ Էլին ջան, հələ այն էլ նկարի այն կոմը։ Այս խոտերը մաքրին ես, խոտ չկա մեջը, մաքուրը։ Այս էլ մեն էլ հանեմ։ Հա, կտրի մամ ջան, կտրի։ Աման տե, հեսա ուրիշ կբերը։ Մեկ այդ իրար հետ եմ կտրելու։ Հորա են ամանը մամ։ Հետը տաման էի բերը։ Հենա։ Ես ես թազա ծանած կանանչին մի հատ ջրեմ։ Ես փոքր բեջոց չպաստել նրոց տարան։ Եսի ենի հենա արդեն լավ հելելա։ Եսի բայց նորից կհելնի մամ։ Հա։ Որ տենց կտրենք, հա։ Հա, այս բաները պիտի մաքրես։ Նայ։ Լասը, թացի վաղ մաքրի որ հենա։ Մեստեղ սոխ եմ ցանել, ժողովուրդ ջան, նոր եմ ցանել, մի քանի օր է, այս կողքերը ռեհան եմ սացիլ է, այսպես ջրենք թող։ Այս փոքր մարգի մեջ ուրեմ ցանել եմ ռեհան, Էլեն ջան, հələ մոտիկից նկարի, տեսեք ժողովուրդ, լրիվ ռեհանա, այս ցիտրոններն էլ էլի նորից սացիլ արածա, կողքերն էլ մարուլը։ Սենց ջրեմ, միջև վաղը ջուրը կգա, ջրով արդեն կլողացնեմ մարգերս։
Ասիկ խաղեցին, վերջացին, գետանք թպերն բերենք ընդեղից։ Ժողովուրդ ջան, հատեցեք ինչքան թութ ունենք հավաքելու։ Շատ ունենք, բաղ երևի արդեն ավելի շատ կհավաքեն։ Դետակն էլ չեմ ասում, ինչքան է թափվում։ Առողջարար, բուժիչ, հատկություններով թութ։ Հիմա դեռ շուտ է, բայց նոր ենք սկսել խաղը։ Ուրեմն համ քաշում ենք օղի, թթի օղի, որ բոլորս էլ գիտենք, որ ինքը թանքաճույք է եւ շատ օգտակար է։ Թթի օղին։ Թթի օղին քաշում ենք, թթի ճիրը բնական պատրաստում եմ։ Ես թթի մուրաբա չեմ արել եմ, բայց ոչ սև թթի, սիպտակ թթից, բայց պատրաստում եմ թթի դոշաբ։ Ուրեմն այսքանը, որ խաղում ենք, վաճառում ենք, այն թեժ ժամանակ, որ շատ է լինում թութը ու շատ հասած է, օղու համար չորացնում ենք առանձին, ճիր ենք անում, այդ ճիրը հավաքում ենք, հետո նոր օղի ենք քաշում։ Դե իսկ ճիր պատրաստելու համար, որ պետք է ուտենք, լրիվ առանձին եմ, նորից չորացնում, հատիկ չորացնում եմ, հետո լվանում եմ, հավաքում եմ, պահում եմ սառցարանում։ Դե դոշաբն էլ նույնությամբ, էլի հասած թութը, նորից մի հատ լվանում եմ, ժողովուրդ ջան, քամիչի մեջ քամվում է, հետո լցնում եմ մեծ պարկի մեջ, մեշոկի մեջ, այդպես ասած։ Քամվում է, այդ քամած հյութով պատրաստում եմ դոշաբ։ Սա էլ մեր աշխատանքը, արգել հետևորդներ ջան։ Արմաշ գյուղում այս պահին բոլորը զբաղված են այս խառը գործերով, թթով, գիլասով, խնձորով, ամեն ինչով, ամեն ինչ։ Այնպես որ բաժանորդագրվեք Արմաշի համին, ժողովուրդ ջան, բաժանորդագրվեք, որ էլ ավելի լավ բաներ տեսնեք այս Արմաշ գյուղից։ Եվ մի բան էլ ասեմ իմ հետևորդներին, հարգելիներս, դուք կարող եք նաև բաժանորդագրվել իմ օպերատորին, այսպես ասեմ, որ ավելի պարզ լինի, Շահնազարյան Էլենին։ Էլենի իմ աղջիկն է, դուք գիտեք, Էլենը ունի նոր էջ, Էլեն Շահնազարյան անունով, ունի իր YouTube-յան ալիքը, բաժանորդագրվեք Էլենից, այնտեղ կարող եք լսել Էլենից կատարումները, բոլոր երաժիշտների երգերը, բայց Էլենի կատարումով, արգելիներս, եւ շնորհակալ եմ ձեզանից, իրոք շատ շնորհակալ եմ ձեզանից, որ դուք կաք, որ դուք հետևում եք իմ ալիքը, որ դուք գրում եք գեղեցիկ մեկնաբանություններ եւ ես շատ շնորհակալ եմ ձեզ, արգելիներս։ Մամաս այս պահին ինչ է սպասում։ Այսօր որոշել ենք այս խառը ժամանակ հարգելի հետևորդներ ջան, ուրեմն հիմա ինչ պետք է անենք։ Պետք է գնամ մի հատ լավ տոլմա պատրաստեմ, որ վաղվա համար իմ հացը պատրաստ լինի։ Որտեւ այս խառը ժամանակ այն ուտելն էլ ես մոռանում։ Այնքան զբաղված ես լինում թթով։ Մի հատ այսպես ասի, պարզ ներկայացնեմ ձեզի։ Աստծո տված բերք ու բարիք, Աստծո տված բերք ու բարիք, եւ այս ամեն ինչի համար եւ ամեն առավոտվա համար, ժողովուրդ ջան, որ հենց մեր աչքերը բացում ենք, նայում ենք պատուհանին, նայում ենք արևին, պետք է շնորհակալ լինենք Աստծուն։
Այս խաղողի հետ է, մամ, այնքան համով խաղող է, սև քիշմիշ, անկուր քիշմիշ։ Տերերը վնասված են մի ձևի, հա, տեսի, շոյինք այս խապիկներից։ Աշնան խնձոր է։ Այս ծառի վրա ընդամենը այս 4 հատնա բռնե ոնց որ։ Բայց անցած տարի շատ բերք կար վրան։ Շատ բերք։ Չէ, այստեղ էլ կա։ Հələ պես ինչ սիրուն է, հələ պահնի։ Չէ, կա ժողովուրդ, հələ նայեք։ Այս տակի մասն էլ կա, այստեղ էլ կա։